Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գարրի Մթաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Արցախի էջը փակ չէ, ինչպես վաստակել Արցախ վերադարձի իրավունքը։ Մայիսի 9-ի փոփոխված խոսույթը, ինչպես փոխվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթը մայիսյան եռատոնի շուրջ, եւ ինչու իշխանությունն այլևս չի խոսում նախկին շեշտադրումներով։ Մայիսի 9-ի շքերթ Մոսկվայում նոր տեխնիկա կա ռուսական արսենալում։ 262 անշարժ գույքի բռնագանձում հայրենիքի դեմ գործելու համար, ինչ է կատարվում Իրանում։ Ադրբեջանում գործարարի վրա են կրակել, ինչ մանրամասներ է հայտնի։ Արցախահայության օրանի Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենահերոսական եւ փայլուն էջերից է։ Շուշիի համար մարտերը շարունակվում են, Շուշին դժբախտ դժգույն քաղաք էր, Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել։ Այդ տարածքները մեզ չեն պատկանել։ Փաշինյանի վերջին 8 տարվա խոսույթն է, որը հստակ փոխվել է։ Այնինչ առաջ հայտարարում էին Փաշինյանն ու իր թիմը, հիմա այլևս արդեն արդիական չէ։ Փաշինյանի այսօրվա ուղերձում գեթ մեկ բառ չկար Շուշիի ազատագրման մասին։ Նա շնորհավորել է հաղթանակի ու խաղաղության օրը։ Մինչդեռ ոչ շատ վաղ անցյալում մայիսի 9-ին Արցախում էր, խոսում էր ինքնորոշումից ու հաղթանակից։ Պետությունների պատմության մեջ կան օրեր, որոնք ժամանակի ընթացքում դառնում են ոչ միայն հիշողություն, այլև քաղաքական դիրքորոշման չափիչ։ Մայիսի 9-ը եղել է մեր հաղթանակի, ազատագրման ու ազգային ինքնավստահության խորհրդանիշը։ Սակայն վերջին տարիներին փոխվել է ոչ միայն տարածաշրջանի իրականությունը, այլև իշխանության բառապաշարը։ Այնինչ տարիներ առաջ ներկայացվում էր որպես ձեռքբերում ու պայքարի արդյունք, այսօր նույն իշխանությունը երբեմն բնութագրում է որպես բեռ, սխալ կամ թակարդ։ Հաղթանակի օրը պարտվածի խոսույթով Սեդա Կյուրեղյանի ռեպորտաժը։ Մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որոնք մեր իրականության մեջ փորձարվել եւ ինքներս մեզ հավատացրել են, որ դրանք մեր տարածքներն են, մեզ են պատկանում։ Այդ տարածքները մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև այդ տարածքները օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելության եւ սեփականության իրավունքը թուլանա։ Նման ձևով Նիկոլ Փաշինյանը հաղթանակի օրվա նախօրեին շնորհավորեց մայիսյան եռատոնն, ապա կառավարության անդամների հետ արձակուրդ վերցրեց քարոզարշավը շարունակելու նպատակով։ Հաղթանակի օրվա ֆեյսբուքյան ուղերձում Փաշինյանը հիշեց միայն 1945 թվականը։ 2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգությունից զերծ միջավայրում։ Հաստատված խաղաղությունը կարևորագույն ձեռքբերում անվանելով Փաշինյանը խաղաղության նկատմամբ պատշաճ խնամք տանել հորդորեց։ Ոչ Փաշինյանը, ոչ կառավարության որևէ անդամ այսօր եռաբլուր չայցելեցին։ Վաղ առավոտից զինվորական պանթեոնում էին տարբեր քաղաքական ուժեր։ Առաջինը Հայաստան դաշինքը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։ Դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը անդրադառնալով Փաշինյանի Սյունիքի հայտարարություններին մի դրվագ հիշեցրեց նրա 2018-ի մայիսի 9-ի արցախյան ելույթից։ Ասաց հետևյալը. «Սիրելի արցախցիներ, Թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի սպառնում Արցախի ինքնորոշման, այլ նաև հեռանկարներ է բացում Արցախի ճակատագիրը հայկական որոշելու, Արցախի ինքնորոշումը դե յուրե իրականացնելու համար»։ Իդեպ դա վարչապետի կարգավիճակում նրա առաջին պաշտոնական այցն էր, ինչի համար բավական հպարտ էր Փաշինյանը։ Իսկ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը կարևոր ուղերձով էր գնացել։ Շատ կարևոր ենք համարում Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նա ոչինչ չարեց,
կամ նաև իր գործողություններով նպաստեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, պատերազմի ընթացքում ոչինչ չարեց Արցախը պաշտպանելու եւ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու։ 2018-ի հայտարարություններից 8 տարի անց նույն մայիսի 9-ին փոխվել է Փաշինյանի խոսույթը։ Փաշինյանի թիմը վերլուծել եւ Արցախյան շարժման արդյունավետությունն է գնահատել։ Մենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ դադարեցնենք Ղարաբաղի շարժումը, որովհետեւ նախորդող շրջանի վերլուծությունը մեզ ցույց է տվել, որ նախորդող շրջանի Ղարաբաղյան շարժման հետ կապված գործոնները օգտագործվել են մեր պետության առաջընթացը ցույց տալու համար։ Ապա ավելացրեց, մեր պետությունն անկախությունից ի վեր թակարդում է եղել եւ որ միայն ներկա իշխանությունը կարողացավ Հայաստանը հանել թակարդից։ Միթե Փաշինյանի կողմից խաղաղությունը եւ այսպես կոչված թակարդից Հայաստանը դուրս բերելը պարտության ու նվաստացման գնով չի եղել։ Արցախցիների համընդհանուր կարծիքը բարձրաձայնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Իհարկե նվաստացած է։ Եթե մենք չունենք մեր հայրենիքի մի մասը, եթե զավթված է, օկուպացված է Հայաստանի տարածքի մի մասը, ոնց կարելի է ասել, որ դա արժանապատիվ խաղաղություն է, երբ որ Ադրբեջանի բանտերում ունենք գերիներ, ունենք հարյուրավոր անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչև հիմա պարզ չի։ Շահրամանյանը պնդում է Արցախը դեմ չէ խաղաղությանը, բայց հարց է թե ինչ որակի խաղաղության պայմաններում ենք ապրելու, ինչ գնով եւ ինչի հաշվին։ Արցախցին ամենից լավ գիտի խաղաղության գինը։ Մինչև 2023 թվականը ցանկացած 10 տարեկան երեխա 3 լայնածավալ պատերազմ է տեսել։ Ոնց կարելի ասել, որ մենք այնտեղ ձեզ պահել ենք, դուք դեռ լավ ապրել եք, դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախ այցելել է 2018, 19, 20 թվականներին, իսկ 44 օրյայից հետո մայիսի 9-ի հաղթանակի եւ ազատագրման գաղափարը փորձում են նսեմացնել ու մոռացության մատնել։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը եւ այն հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի հայը ապրի ազատ ու արժանապատիվ։ Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Նա շեշտել է արցախցու կամքը երբեք չի կոտրվել եւ չի կոտրվի, որովհետեւ ուժը հիշողության, միասնականության եւ հայրենի հողի սիրո մեջ է։ Մայիսին մեր ազգային միասնության, կամքի ու տոկունության խորհրդանիշն է։ Տասնամյակներ շարունակ Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը տոնել են մեծ շուքով։ 1995 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում զորահանդես էր։ Անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին զորահանդեսն էր։ Հրապարակում հավաքված մարդիկ եւ ուրախ էին եւ շփոթված, որովհետեւ մինչ այդ նրանցից շատերն ապրում էին նկուղներում եւ երազում էին հաղթանակի ու խաղաղության մասին։ Իսկ արդեն այդ օրը նրանք կանգնած էին հրապարակում վառ արևի տակ եւ դիտում էին հաղթանակած պաշտպանության բանակի շքերթը։ Երբեմն մի մեղեդի կարող է ասել ավելին, քան երկար ճառերը։ Մի քանի նոտա կարող են մարդկանց հիշեցնել իրենց անցած ճանապարհը, կորուստը, բայց նաև տալ ուժ ու վերադառնալու հավատ։ Անգամ լռության, պատերազմի ու կորստի միջով որոշ ստեղծագործություններ շարունակում են մարդկանց նույն կերպ ոտքի հանել, ստիպել ձեռք ձեռքի տալ ու շարժվել նույն ռիթմով, որովհետև կան երաժշտություններ, որոնք պարզապես չեն հնչում։ Դրանք հիշեցնում են, թե ով ենք եղել եւ ինչ արժեքներ ու նպատակներ ունենք։ Արցախներ զգարջում, ոգնության հասեք, դեր ճապաունիք, դիդասնիք սասում, կաչերի հողը, համերներ է սասում։ Կանչեց Արցախն ու նրանք պարեցին Շուշիում, պարեցին հաղթանակի երաժշտության ներքո։ Պարեցին այսօրից ճիշտ 34 տարի առաջ։ Հենց այստեղ ենք մենք հիմա այս վիճակի մեջ։ Շուշիի պատերի տակ հայտնի պարից 34 տարի անց Սերուժ Բաղդասարյանի աչքերով ենք նայելու այսօրվան։
երբ Շուշիում հայկական երաժշտությունը խոսքը լռել են արդեն 5 տարի։ Վերամշակած Դլեյամանում մի հատված կա, վերջին շատ մոտ, որ մեզ, մեր երկրին շատ է նմանեցնում հեղինակը։ Այդ հատվածը իմ գարդիկով կներկայացնե շփոթ կամ խարն վիճակ, քեոս, անորոշություն, չենք հասկանալ թեպի ուր երթանք, ինչ կնենք, ուր ենք, այդ վիճակի մեջ է եւ հետո արդեն այդ փոփոխության կամ հզորության կամ հբարդության մուտքը գունենանք արդեն։ Վարդապետը Դլեյամանը սիրո մասին է գրել։ Մայրիկ ֆիլմից հետո ելևեջները ցեղասպանության հայրենազրկման ցավի մասին դարձան։ Սերուժ Բաղդասարյանը սիրո ու ցավի ընկալումներին ավելացրել է իր միտքը։ Իմ երաժշտությամբ ես կուզեմ մարդոց այդ ոգևորությունը ներշնչել եւ իրենց նամանք հասցնել, պատկամ հասցնել, որ մենք այո շատ բարդություններ կրած ենք, բայց նաև հաղթանակներ ունեցած ենք եւ ունենալու ենք նաև հաղթանակներ աբակային։ Ուրեմն ես անձամբ երաժշտության միջոցով կուզեմ միշտ այդ հբարդությունը եւ հաղթանակի պատկամը տարածել, որովհետեւ մարդոց այդ հիաստապությունը միշտ ցևով իդ հագարակ դարձնել եւ իրենք ավելի ոգևորվին դարբեր իրենց կյանքի մեջ այնպիսի կորզինություններ տանին, առաջ տանին, որ հավատանք մենք միշտ պիտի լինենք հաղթող ազգ։ Սերուժը Լիբանանում է ծնվել, երաժիշտների ընտանիքում մեծացել։ Նա 6 տարի առաջ Լիբանանում թողնելով իր երաժշտական ստուդիան, գաղափարները ճամպրուկել ու այստեղ է եկել։ Վերջին շրջանում ներշնչվում է հայկական պարեղանակներով, իր ոճով, սիմֆոնիկի ու հայկական ժողովրդական գործիքների միաձուլմամբ իշխանած պարն է մշակում հիմա։ Այսինքն ավանդական պարերը վերամշակել լրիվ դարբեր մոդեցումով, որ միշտ կա այդ հաղթական այդ սկացումները ժողովրդին դրամատրել, որ իրենք սկան գաբ մնե ինքը անցյալի ներգայի աբակայի մեջ, որ ես կփորձեմ միշտ ստեղծել։ Շատ տարբեր անձնավորություններ կային այդ օրը, այսինքն գարդես մենք երաժշտությամբ կրցանք համախմբել ամեն տեսակի խաղապարի, ամեն տեսակի մարդկանց միացնել, մեկտեղ բերել եւ ոտքի հանել մեկ խաղապարի շուրջ, որ կնշանակե, որ կներկայացնե մեր հպարտ հայկական ոգին եւ շունչը։ Հիմա նոր երաժշտություններ են ծնվում, մշակվում Սերուժ Բաղդասարյանի մատներով։ Այդ երաժշտությունը ձեռքեր է միավորում։ Նրանք պարում են այնքան անկեղծ, որ սրտի արագացումը դառնում է ազատագրման նշան։ Պարեց Շուշին ու հասկացանք, որ պար չէր դա։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Բայց վերադարձի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ դա մեկ օրում տեղի չի ունենալու։ Այն իրականություն չի դառնալու միայն միջոցառումների ժամանակ սրտառուչ կենացներ ասելով ու անիրատեսական ժամկետներ նշելով։ Այո, հավաքական վերադարձ հնարավոր է, Արցախի էջն էլ փակված չէ, բայց վերադարձի իրավունքը պետք է նորից վաստակել։ Ինչպես ռեպորտաժում։ Կյանքի ու մահվան պայքար եւ արյան գնով ձեռք բերված հաղթանակ։ Բերդաքաղաքի ազատագրմամբ փոխվեց պատմության ընթացքը, տվեց հնարավորություն խոսելու հաղթողի ու ուժեղի դիրքից։ Իսկ դրան հասնելը հեշտ չէր։ Կազմակերպման եւ կառավարումից է կախված մարտի ելքը։ Եթե թշնամին հուժկու հարձակվում է
եւ դու կազմակերպելով ու կառավարելով քո փոքրաթիվ ուժերով դու կարողանում ես դիմադրել, նա արդեն ընկնում է խոճապի մեջ։ 44-օրյա պատերազմը կրկին փոխեց պատմության ընթացքը, հասցնելով զրոյական կետի բոլոր ճակատներում, ռազմական ու դիվանագիտական։ Սակայն մայիսի 9-ը հնարավոր է կրկին դարձնել եռատոն, Շուշի եւ Արցախ վերադարձ հնարավոր է, համոզված են փորձագետները։ Ուժ, դիվանագիտություն ու ազգային իշխանություն, այս ոլորտներում է աշխատանքը։ Աշխատանք առանց պաթոսի ու կենացների։ Անհրաժեշտ պայմանների ձևավորման դեպքում գործադրի քաղաքական, դիվանագիտական եւ մյուս իր բոլոր հնարավորություններն ու պոտենցիալը այդ իրավունքը հաստատելու եւ հայերի վերադարձը ապահովելու տեսանկյունից։ Իշխանափոխությունը եւ ազգային իշխանության ձևավորումը դա առաջին նախադրյալներից մեկն է, որպեսզի պետությունը հնարավորություն ունենա նախապատրաստելու իր հեռահար կամ հեռանկարային նպատակների իրագործմանը։ Ռազմավարություն, երբ որ ասում ենք, դրա հիմքում պետք է դրված լինի այն բոլոր հնարավորությունները, որը մեզ տարբեր ռազմաքաղաքական իրադրության փոփոխության պարագայում հնարավորություն կտան մեր նպատակները բերել եւ իր հանգրվանին հասնելու։ Իշխանափոխությունը կարող է նպաստել գործընթացը տանել հօգուտ Հայաստանի ու Արցախի, բայց ամեն ինչ դրանով չի ավարտվում։ Դա միայն սկիզբն է։ Արցախցի նախկին падգամավորի խոսքով կան առաջնային քայլեր, որոնց համար պետք է աշխատել։ Արցախի սուբյեկտայնության ճանաչում։ Մենք ունենք տեղական ինքնակառավարման մարմիններ, որ այստեղ նախագահի հրամանով, հրամանագրով աշխատում են։ Հասարակական կազմակերպությունները ունենք միավորված, համախմբած։ Ուժն է ծնում իրավունք, վերադարձի համար պետք է ունենալ հզոր դիվանագիտություն, իսկ հզոր դիվանագիտության թիկունքին պիտի լինի հզոր ու մարտունակ բանակ։ Հաղթանակները հենց այնպես չեն լինում։ Հաղթանակները անցնում են տառապանքի եւ չարչարանքի միջով։ Մեզ պետք է այնպիսի բանակ, որպեսզի մենք ունենանք հաղթանակներ եւ պաշտպանի մեր իրավունքն ու մեր անվտանգությունը։ Իսկ այդպիսի բանակ ունենալու համար պետք է ունենաս տնտեսություն, պետք է ունենաս համապատասխան կրթական համակարգ, այսինքն հասարակության ձևավորում եւ հասարակության կազմակերպում։ Աշխատել առանց կորցնելու իրականության զգացումը, փորձագետի խոսքով Արցախ վերադարձի մասին խոսելիս ժամկետներ նշել կարող են անհեռատես մարդիկ։ Կովկասի, որ 1 ամսում, 1 տարվա, 2 տարվա կամ 5 տարվա հարց է, կամ նա չի հասկանում իրողությունները, կամ էլ առհասարակ չի տիրապետում բանակցային գործընթացի եւ աշխարհակաղակական զարգացումների։ Կամքի ուժ, սգալու փոխարեն պայքար եւ օր ու գիշեր աշխատանք։ Այսպես է հնարավոր բեկել պատմության ընթացքը, ինչպես 33 տարի առաջ։ Արցախը հայկական, իսկ հայկական զույգ հանրապետությունների կյանքի ճանապարհն ազատագրված։ Մայիսին հայ ժողովրդի պատմության մեջ միայն անցյալի հաղթանակների հիշատակի օր չէ, այն ազգային կամքի, ինքնապաշտպանության եւ հայրենատիրության խորհրդանիշը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Շուշիի ազատագրումը, հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի մասնակցությունն ու հաղթանակը Արցախի պաշտպանության տարիները մեկ ընդհանրություն ունեն։ Հայ մարդը հաղթել է այն ժամանակ, երբ ունեցել է ազգային նպատակ, պետական մտածողություն եւ սեփական հողի վրա ազատ ապրելու կամք, ասված է կենտրոնի հայտարարության մեջ։ Հաղթանակը նախ եւ առաջ ազգային գիտակցություն է, պետական նպատակադրում, ինստիտուտների գաղափարական ու գործընթացային համակարգում։ Հաղթանակը սեփական պատմության հանդեպ հավատարմությունն է, պետականության պահպանման կամքն ու ջանքը, հայրենիքի գաղափարի նկատմամբ պատասխանատվությունը, սերունդներին ազատ ու իրական անկախ պետություն փոխանցելու արդար անժամանցելի խլված ազգային իրավունքներին վերատիրանալու պատմական հանձնառությունը։ Մայիսի 9-ը մեզ համար պետք է դառնա ոչ թե միայն անցյալի հիշողության, այլ ազգային հաղթանակների վերակերտման օր։ Ազատ ու անկախ ապրելու ձգտումը, հայրենատիրությունը եւ ազգային պետություն ունենալու գաղափարը եղել եւ մնում են հայության գոյության առանցքային նպատակները։ Փառք բոլոր նրանց, ովքեր պայքարել են հանուն հայրենիքի, եւ պատասխանատվություն բոլորիս, որպեսզի հայ ժողովուրդը կրկին դառնա իր պատմության եւ իր պետության տերը։
Հաղթանակի օրվա առիթով ուղերձ է հղել նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Հաղթանակի եւ խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու եւ հանուն ազգի ու հայրենիքի հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին, ասված է ուղերձում։ Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները երկրորդ համաշխարհային պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում։ Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև Արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված եւ հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր եւ հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ծաղիկներ է խոնարել անմար կրակի մոտ եւ աղոթել ընկածների հիշատակին։ Սուրբ եղեցի անուն քո, եկեցի արքայություն քո, եղեցի ինքամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց սպարտաբանած, եւ մի տանիրս մեզ իփոցություն, այլ փրկած մեզ իչարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցել հաղթանակի օրվա շքերթը։ 2007 թվականից ի վեր առաջին անգամ շքերթն անցկացվում է առանց ռազմական տեխնիկայի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս որոշումը բացատրել է ներկայիս օպերատիվ վիճակով։ Սուվորովի եւ Նախիմովի անվան ռազմական դպրոցների ուսանողները նույնպես չեն մասնակցում շքերթին։ Շքերթի օդային մասը, սակայն, այս տարի չեղյալ չի հայտարարվել։ Պատմության մեջ առաջին անգամ Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին հյուսիսկորեացի զինվորականներ են մասնակցել։ Նրանցից շատերը մասնակցել են Ուկրաինայի Կուրսկի մարզի նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործողությանը։ Հրապարակում հաղթանակի զորահանդեսն ավարտվել է Սու-30 եւ MiG-29 կործանիչների ցուցադրմամբ։ Подполковник Владимир Мордасов. Կարմիր հրապարակի զորահանդեսի հեռարձակման ժամանակ Մոսկվան ցուցադրել է Պերեսվետ մարտական լազերային համալիրը։ Թեև Ռուսաստանը զենքի մասին ինֆորմացիան ամբողջությամբ չի գաղտնազերծում, բայց ըստ ռուսական աղբյուրների այն կարող է կուրացնել հակառակորդի օպտիկա մանրաթելային համակարգերը, գտնել անօդաչուներ, դիտարկել արբանյակներ ու թիրախներ շարքից հանել լազերային ճառագայթներով։ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները հողի վրա կասեցված չեն։ Դրանք շարունակվում են Ադրբեջանի հետ սահմանազատման հարցի վերաբերյալ վերջին հանդիպմանը 3 փաստաթուղթ են ստորագրել։ Վերջին հանդիպման ժամանակ մենք հանձնաժողովներով համաձայնեցրեցինք թվով 3 փաստաթղթի նախագիծ, իրանք իհարկե տեխնիկական բնույթի են, բայց շատ կարևոր նշանակություն ունեն, որովհետև այդ փաստաթղթերի համաձայն հետագա աշխատանքները շատ ավելի ինստիտուցիոնալ եւ կանոնակարգված կլինեն։ Ըստ այդմ այդ փաստաթղթերը շատ շուտով մեր պետական ընթացակարգերով պիտի հաստատման գործընթաց անցնեն Հայաստանում եւ Ադրբեջանում։ Այդ փաստաթղթերը հաստատելուց եւ օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկրներում մենք շարունակենք գործընթացը։ Իսկ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Զելենսկիի Երևանում արած հայտարարություններին։ Զելենսկին Երևանում հայտարարել էր, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով, մեկնաբանելով այն լուրը, որ Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի։
Մենք չենք կարող հետևել ով ինչ հայտարարություն է անում, հա։ Այս մասով ես կարծում եմ կարևորը Հայաստանը ինչպիսի հայտարարություններ է անում եւ Հայաստանը ինչպիսի դիրքորոշումներ է հայտնում։ Ես կարծում եմ այդտեղ կարևոր հարցը դա է եւ այդ մասով ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Երբ դեսպանին կանչում են արտգործնախարարություն ու բողոքի նոտա հայտնում, դա արդեն ճգնաժամ է։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, Պաշտպանության նախկին նախարար Վաղաշակ Հարությունյանը։ Նրա խոսքով ռուսական կողմը հստակ տվել է գնահատական, այն է Ուկրաինայի նախագահը Հայաստանից հակառուսական հայտարարություններ է արել, սպառնացել Մոսկվային։ Սա դե գնահատականները ակնհայտ են, կարող եմ ասել, որ այդպիսի լարվածություն աջողական գնում այդպես ձևակերպեն, լարվածությունը հայ-ռուսական գնում է, այո, աճում է։ Ձեր ժամանակին հետևանքներ բողոքի նոտա հղել այդ ժամանակ էր, այսինքն ճգնաժամային իրավիճակում հայ-ռուսական հարաբերություններում։ Այո, այն ժամանակ էլ հարցեր կային առանձին, բայց այն ժամանակ այլ նոտա էր եղել եւ կոնկրետ հարցերի շուրջ էր խոսակցությունը գնում, որոնք, ասենք թե իրանց տեսակետից վնասում էին հայ-ռուսական հարաբերությունները, բայց մենք մի մասը դա հարթել ենք այն ժամանակ եւ դա շարունակվել է։ ՀԱԳ փոխնախագահ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայաստանի վրա այսօր կախված է Ռուսաստանի Դաշնություն Արևմուտք ԱՄՆ-Իրան պատերազմի տարածման վտանգը։ Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ցանկանում է դարձնել արևելա-արևմտյան բախումների թատերաբեմ եւ ըստ էության Հայաստանն ուզում է ներքաշել հիբրիդային պատերազմի մեջ։ Մենք գիտենք ինչ է լինում այն երկրների հետ, որոնք հայտնվում են այդ վիճակում, Ուկրաինան, Մալին, Աֆրիկայի Սախելի մի քանի երկրներ եւ այլն եւ այլն։ Մենք այսօր Հայաստանը պետք է զերծ պահենք այս գլոբալ պատերազմի վտանգից։ Իսկ դրա ձևը միակն է։ Հայաստանը չպետք է ճամբարավորվի, պետք է չեզոքություն պահի, պետք է լավ հարաբերություններ հաստատի եւ Արևմուտքի, այսինքն Ամերիկայի, Եվրոպական միության եւ Ռուսաստանի հետ, եւ Իրանի հետ, եւ Չինաստանի, եւ Հնդկաստանի։ Ինքը կներեք, ինքը դա հերթական նիկոլական խաբեություն է, ոչ մի բալանսավորված քաղաքականություն ինքը չի վարում։ Ձերբակալման 72 ժամը լրանալուն պես Ֆեդի անչափահաս քույրերի հորեղբայրը Թովմասը ազատ է արձակվել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ այս պահին հարուցված մեղադրանք չկա։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ քննչական կոմիտեն հայտարարել էր Վեդիում անկապակցության դեպքով երկրորդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով։ Քրեական վարույթի շրջանակում կալանավորել են 2 անձի։ Իրանի իշխանությունը բռնագանձել է 262 անշարժ գույք, պնդելով, որ դրանց սեփականատերերը գործել են պետության դեմ։ Իսնան գործակալությունը հայտնել է, որ դատական պաշտոնյայի խոսքերը, որը բռնագանձված գույքերի սեփականատերերին անվանել է հայրենիքի դեմ գործող վարձկաններ։ CNN-ը հաղորդել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում, չնայած իր վնասվածքներին։ ԱՄՆ հետախուզության տվյալով Մոջթաբա Խամենեին մարմնի մի կողմում ստացել է ծանր այրվածքներ դեմքի, ձեռքի, իրանի եւ ոտքի շրջանում։ Ուստի մնում է մեկուսացված։ Իրանի իշխանությունը պնդում է, որ նա լավ առողջական վիճակում է։ ԱՄՆ-ն դեռևս չի կարողացել հաստատել Խամենեիի գտնվելու վայրը։ Այս անորոշությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ Խամենեին չի գործածում էլեկտրոնային կապ, շփվելով միայն նրանց հետ, որոնք կարող են անձամբ այցելել իրեն կամ ուղարկել հաղորդագրություններ սուրհանդակով։ Եվ վերջում, Ադրբեջանի գյուղերից մեկում անհայտ անձը որսորդական հրացանով գրակել է 39-ամյա գործարար Իսա Բոլոյևի վրա։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բոլոյևը դուրս էր գալիս ռեստորանից։ Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Գործարարը ռեստորանի սեփականատեր է։ Ոստիկանությունը որոնում է նրա վրա կրակողին։ Գլխավոր թողարկման համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 21-ին լուրերի ամփոփիչ թողարկմանը, առայժմ։